Հանուն խաղաղության, հանուն Հայաստանի զարգացման, հանուն Հայաստանի բարգավաճման, բարեկեցության ապահովման, Հայաստանի ավելի ուժեղ լինելու, հզոր բանակ ունենալու, հզոր համակարգեր ունենալու եւ կրթական, եւ առողջապահական, եւ մնացած ամեն ինչ, որպեսզի բարեկեցություն լինի, դա մենք նկատենք ամեն րոպե, ամեն քայլին, հանուն դրա համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավելի կոնկրետ որ կետն է, որ ձեզ դուր է գալիս։ Ես կարծում եմ առաջինը դա, որպեսզի մնացած ամեն ինչը ստացվի, դա խաղաղությունն է։ Առանց խաղաղության ոչինչ չի ստացվի։ Իհարկե խաղաղությունը դա գլխավորն է, որտեղ խաղաղությունը ապահովելու դեպքում հնարավոր է մնացած ինչը, որ ես թվարկեցի, ապահովել։ Իսկ առանց խաղաղության դա ուղղակի բացառված է։ Իսկ դուք կիսում եք այն միտքը, որ եթե Փաշինյանը չվերընտրվի, պատերազմ կլինի։ Ես ոչ թե կիսում եմ, այլ ես համոզված եմ, որ եթե Փաշինյանը չընտրվի, ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետությունը գնա այլ ուղղությամբ, իհարկե պատերազմել կլինի, իհարկե այդ իմ թվարկած ոչ մի առավելություն, այն ինչի որ պետք է հասնենք, դրանք չի լինի։ Ինչու, որովհետև այդ առանցքային կառուցված այդ քաղաքականությունը, այդ գաղափարական հենքը, որը որ ստեղծվել այդ այսօրվա իրենց ծրագիրը, իհարկե դա նրանից է բխում, դա արդյունք է նրա, որ այդ նախ առաջինը գաղափարական մարդիկ են հավաքել Նիկոլ Փաշինյանի կողքը եւ ուզում են այդ ուղղությամբ։ Հետո միջազգային հանրություն կա, որոնք որ որոշակի օգնում են։ Հետո ունենք պատմություններ, որ տեսել ենք, թե երկրները ոնց են զարգացել, ինչ կարգի բարեփոխումներ են արել։ Հիմա առանց այդ բարեփոխումների անհնար է Հայաստանում ապահովել մարդկանց բարեկեցությունը, ապահովել հարևանների հետ խաղաղություն։ Խաղաղությունը հիմնականն է լինելու, մնացածը արդեն ես կարծում եմ միջազգային կազմակերպությունները նույնպես կօգնեն մեզ կհամարեն որպես այդ ընտանիքի անդամ, որը շատ կարևոր է։ Նրանք շատ լավ հետևում են Հայաստանի Հանրապետությունում գործընթացներին, ժողովրդավարականության մակարդակին, այնպես որ սրանք շատ կարևոր բաներ են։ Հիմա գիտեք ինչ կա, ով չգիտեմ ինչ է խոսում։ Նախ պետք է Հայաստանի Հանրապետությունում այդ սուտ լուտանքները, մարդկանց վիրավորանքները, սոցիալական կայքերում, հարթակներում, այդ բոթերին գումարներ տալը հարձակվել է այլ քաղաքական մտքերի վրա, այլ քաղաքական կարծիքի վրա, այլ քաղաքական ծրագրի վրա։ Սրանք սաղ պետք է վերանա Հայաստանի Հանրապետության ապագա մեր գործունեության ընթացքում։ Պետք է հասարակությունը գիտակից լինի, ունի կարծիք, թող առանց մարդկանց վիրավորելու արտահայտվի, հիմնավորի եւ այդ մարդկանց ուղեղները լվանալը դա չի լինելու։ Շատ խնդիրներ կա, որոնք որ ես կարծում եմ ընտրությունից հետո նույնպես կարելի է անդրադառնալ, իսկ ես ավելի ազատ կլինեմ, ավելի ազատ կխոսեմ եւ կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք որ մեզ անհանգստացնում։ Ապա շրջափակման վերաբերյալ ինչ կարծիք ունեք եւ որ ընդդիմությունը ասում է սա ոչ արժանապատիվ խաղաղություն է։ Ինչ եք կարծում, իրոք դա այդպես է եւ ըստ նրանց որն է արժանապատիվ։ Նայեք, մի բան էլ ասեմ, ինչ որ բառեր են ընտրում, դավաճան, թուրք, անարժանապատիվ, դրանք սաղ արվում է նրա համար, որպեսզի մարդկանց ուշադրությունը գրավեն, սկսեն ինչ-որ այդ ուղղությամբ, մարդը չի էլ հարցնում, այս մարդը ինչի է դավաճան, այս մարդը ինչ է արել, այդտեղ սկսում են ամեն րոպե տարածել իրենց մարդկանց միջոցով, իրենց սոցիալական հարթակներով, իրենց լրատվական ծառայություններով, ես կարծում եմ շատ ճիշտ որոշումներ կա եւ լրատվության առումով նույնպես, որ հնարավոր լինի ապագայում այնպես անել լրատվական համակարգերը նույնպես լինեն թափանցիկ, կարողանան ավելի շատ միջոցներ ունենալ, ավելի շատ տեխնիկապես հագեցված լինեն, որպեսզի կարողանան պատշաճ կատարեն այն աշխատանքը, որը որ պետք է կատարեն։ Ես կարծում եմ դրանք անընդունելի, դա անընդունելի, ուղղակի չգիտեմ, ներմուծված, շատ վատ ավանդույթ է, շատ վատ վարվելակերպ է, շատ վատ քաղաքական միտք է, քաղաքական գործելավոճ։ Եթե մենք ուզում ենք այս ամեն ինչը ապահովենք, ինչի մասին որ ես ասեցի, խաղաղություն, դրանից հետո բարեփոխումներ, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում եւ հիմա մի բան եմ ուզում ձեզ ասել։ Արդեն 5 տարի է բոլորը ասում են, որ աշխարհում 3 կարևոր գործոն կա, որի արդյունքում այդ երկրի բարեկեցության աստիճանը կապված կլինի դրանից։ Առաջինը դա
ինչքան ռեսուրսներ ունի, ռեսուրսի մեջ մտնում է եւ ջրային ռեսուրս, ամեն ինչ ռեսուրսներ։ Երկրորդը ինչ կարգի կոմունիկացիաների է տիրապետում, ինչ կարգի լոգիստիկա է իր երկրով անցնում։ Երրորդը ինչ աստիճանի են թույլ տալիս, որ նա մոտ լինի այդ երկիրը տեխնոլոգիաներին։ Հիմա գամ երրորդից։ Հայաստանի Հանրապետությունը տարեվերջին կհայտարարի, որ ինքը աշխարհի լավագույն 5 կամ 10 երկրների շարքում է որպես ժամանակակից տեխնոլոգիաներ ունեցող երկիր։ Կոմունիկացիաները ձեր ասած ապաշրջափակման արդյունքում մենք կլինենք շատ կարևոր երկիր, շատ երկրներ Հայաստանի միջոցով կտեղափոխեն իրենց բեռները, Հայաստանը շատ կկարևորվի, քարտեզի վրա բոլոր երկրները կսկսեն Հայաստանի մասին խոսել, Հայաստանում կուզենան գործունեություն ծավալել։ Առաջինն էլ մենք տարբեր այսպես գնահատականով եթե տանք միջին երկիր ենք ռեսուրս ունեցող։ Այնպես որ Հայաստանը շատ լավ ապագա է ունենալու, մեզ մնում է շատ երեխա ունենանք, շատանանք, ուժեղանանք, հզորանանք։ Այսքանը։ Շատ շնորհակալ եմ։